Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում խաչմերուկ հավելված հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա թեման որոշել ենք նվիրել Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերություններին եւ հասկանալ, թե այդ ինչպես ստացվեց, որ երեկվա թշնամիները այժմ դարձել են շատ լավ գործընկերներ եւ գործընթացը այնպես է զարգանում, որ հարաբերությունները ել ավելի են զարգանալու եւ զարգացման միտում ունեն։ Եվ արդյոք Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները կարելի է պրոյեկտել այլ չկարգավորված հակամարտությունների կամ բարդ հարաբերություններ ունեցող երկրների վրա, հասկանալու համար, թե ինչ պետք է անել այդ հարաբերությունները կարգավորելու եւ այդ հարցում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փորձը օգտագործելու համար։ Հերթական անգամ մենք հաղորդումը վարում ենք Գևորգ Հարությունյանի, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Թեման ըստ էության հետաքրքիր է եւ ինչն է ամենից կարեւորը, որ հետեւելով դինամիկային հասկանում ենք, որ այդ հարաբերությունները զարգացման լուրջ միտում ունեն եւ ամենից կարեւորը, որ հարաբերություններում եւ հարաբերությունների զարգացման գործում կարծես երկու կողմերն են շահագրգռված են եւ կա ընդհանուր որոշում զարգացնել հարաբերությունները, բնականաբար նպաստելով նաեւ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը եւ բնականաբար խաղաղության հաստատմանը։ Բնականաբար, որովհետեւ այս համատեքստում գործ ունենք բավականին լուրջ տնտեսապես լուրջ ներուժ ունեցող պետությունների հետ։ Եվ ոչ միայն այստեղ իհարկե տնտեսությունն է կարևորը, այո, այլև այն, որ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի Մերձավոր Արևելքում տիրի երկարատև խաղաղություն, հաշվի առնելով, որ Իրանը հանդես է գալիս իբրև մահմեդական աշխարհի շիա ուղղության, այսպես պաշտպանի դերում, եւ բնականաբար Սաուդյան Արաբիան էլ հանդիսանում է սուննիների դրոշակակ իրեն։ Այո, եւ փորձենք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ հարաբերությունները կարգավորվեցին, ով նպաստեց այդ հարաբերությունների կարգավորմանը եւ ինչպիսի զարգացումներ է դու ակնկալում։ Նայ, նախ եւ առաջ ասելով Սաուդյան Արաբիա ինչ ենք հասկանում։ Մի շատ հետաքրքիր հաջողված մի, ինչպես ասում են, successful project, իհարկե պետության մասին project-ով չենք ասում, բայց ինչև է ստեղծվելով զուտ 1933 թվականին փաստացի որպես պետություն իր այսօրվա սահմաններում, դե իհարկե այնտեղ հետո դեմարկացիա անցկացվել է այն 60-ականներից հետո, երբ արաբական մի շարք պետություններ եւս հայտնվեցին աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ինչ տեղ ունեցավ Սաուդյան Արաբիան, որը ի սկզբանե հրավիրել էր ամերիկացի եւ բրիտանացի լուրջ մասնագետերի, որոնք պիտի ջուր սովորական H2-ով որոնեին փնտրեին արաբական իրենց այդ թերակղզում, իրենց պետության համար, եկան մի եզրահանգման, որ ոչ, դուք ունեք շատ ավելի կարևոր մի գործոն, դուք ունեք սև ջուր, նավթ, այո, դուք ունեք նավթ, որտեղ իրենք եզրակացություն այդպես էին տվել թագավորական ընտանիքին, որ տեսեք, մենք միայն վիզուալ արդեն իսկ որ նայում ենք ձեր ապարդերի տեսակներին, այստեղ ջուր չի կարող լինել, բայց այստեղ կան նավթ, եւ այդ հրաշքը սկսվեց։ Հրաշքը սկսվեց եւ հրաշքը մինչ օրս շարունակվում է, բայց նաեւ աշխարհի շատ պետությունների եւ շատ բնակիչների համար դեռևս մնալով անհասանելի, իդեմս Սաուդյան Արաբիայի իբրև կրոնապետության, որտեղ իր սեփական բարքերով եւ իր առանձնահատկություններով ոչ բոլորը կարող են լինել, իհարկե եթե մահմեդական չեն։ Այստեղ ես մի ռեմարկ կանեմ հիմա։ Այո, եթե մահմեդական չեն, բայց միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան նոր գործընթաց է սկսում կարծես, ավելի բացվելով աշխարհի համար։ Այո, հենց դրա մասին։ Այո, եւ ցույց տալով, որ կրոնապետությունը կարող է նաեւ լինել հաջողված տուրիստական ուղղություն եւ այստեղ ինչու՞ չէ նաեւ Իրանի գործոնը կա այն առումով, որ Իրանն էլ լինելով կրոնապետություն եւս հիմա նոր ուղղություն է ձևավորվում աշխարհում դեպի Իրան տուրիստական հոսքերի ավելացում է նկատվում, հատկապես որ եւ Իրանը եւ Սաուդյան Արաբիան դրա համար ունեն ըստ էության բոլոր հնարավորությունները։ Իհարկե ներուժ ունեն, տնտեսական ներուժը հաստատ ներում է, ենթակառուցվածքները եւս, հատկապես որ ինչ հուշկու տեմպերով է զարգանում նույն Սաուդյան Արաբիան, իսկ հենց Իրանի վերաբերյալ ես վերջի ամսվա ընթացքում եմ ընթերցել ԶԼՄ-ներում, որ համարվելու է 26 թվականի ամենահետաքրքիր ուղղություններից մեկը։ Այսինքն մենք որ ավանդաբար դե ասելով հասկանում ենք
Միացյալ Արաբական Էմիրությունները կամ Թայլանդը, հա, այնտեղ Չինաստան, Կորեա, կամ գոնե Եգիպտոսը, հիմա այո, արդեն նաև Իրանը։ Իսկ ինչ բաղ Սաուդյան Արաբիան միանշանակ իրենք փորձում են հետս հետե դարձալ աշխարհի համար ներկայանալի եւ ընդունելի։ Բայց այստեղ կա մի շատ հետաքրքիր բան եւս, այսինքն իրենք փորձում են ներսից տրանսֆորմացվել այդ փակ տեոկրատիան, հա, կրոնապետությունը, իրենք ներսից որոշ առումով փորձում են տրանսֆորմացվել։ Օրինակ, վերջին տարիներին այնտեղ թույլատրվեց կանանց մեքենա վարելը, ինչը արգելված է եղել, թեև վարել են, բայց օրենքի ուժ ստացավ վերջերս։ Այս տես, շատ հետաքրքիր բան ասեցիր եւ այստեղ միանգամից ինձ մոտ եկավ ցանկություն զուգահեռներ անցկացնել Իրանի հետ։ Իրանը եւս լինելով կրոնապետություն, կանանց իրավունքների հետ կապված մի քանի քայլ ավելի առաջ է, քան Սաուդյան Արաբիան։ Միանշանակ, երբևէ Իրանում կինը էլեմենտար բանկից վարկ վերցնելու համար իրեն պետք չի եղել, որ երաշխավոր լինի տղամարդը։ Ինչը Սաուդյան Արաբիայում դեռ կա։ Բացի այդ, անգամ վայրեր կան, որտեղ կանանց ներկայությունը արգելված է։ Ես գիտեմ քո առանձնահատուկ սերը եւ վերաբերմունքը ֆուտբոլին նկատմամբ։ Այո, եւ այնտեղ Սաուդյան Արաբիայում կանայք միջև վերջերս կարծեմ նրանց արգելված էր անգամ ֆուտբոլային եղել է նման բան, բայց դա եւս այնտեղ արդեն բանակցությունների փուլն է FIFA-ի հետ, եւ նա եւս ուզում են այստեղ դարձնել ներկայանալի աշխարհի։ Հիմա փորձենք հասկանալ ինչ են իրենք հիմա անում, նույն սաուդցիք։ Իրենք փորձում են տրանսֆորմացվել ներսից, հատկապես հաշվի առնելով արաբական գարունի դառը փորձը, թե ինչ տեղի ունեցավ արաբախոս երկրներում, այ որ Թունիսից այդ սկսվեց։ Դրա համար նրանք շատ լավ հասկանում են, որ մի օր դա կարող է պայթել։ Սա միայն սոցիալական ապահովությունը չի, որտեղ դրա ցայտուն օրինակներ կա Լիբիա, սոցիալապես ընդիր էր գրեթե ամենը այդ երկրում, բայց գործող վարչակարգը չդիմացավ այդ հուշկում։ Այո, բայց այդտեղ մի հատ էլ հավելում անեմ, չդիմացավ, որովհետև հակաարևմտյան ուղղություն ունեցող վարչակարգեր ստեղծան։ Եվ Սաուդյան Արաբիան եւ ծոցի մյուս մանր այդ խնդիրները, այո, ինչքան շարունակեն մնալ պրոամերիկյան կամ այսպես պրոարևմտյան, այո, բայց հիմնականում պրոամերիկյան ուղղությունում, ինչքան էլ ողջ աշխարհը խոսի, որ այնտեղ մարդու իրավունքներն են խախտվում, ինչքան էլ ողջ աշխարհը ուշադրություն հրավիրի այն հանգամանքի վրա, որ դեսպանատանը քաղաքացուն սպանում են Թուրքիայում եւ այդ քաղաքացու հետ կապված հետաքննություն չի անցկացում են, մոռանում են բոլորը դրա մասին, բայց քանի որ Սաուդյան Արաբիան ունի առանձնահատուկ արտաքին քաղաքական կողմնորոշում, այս ամենը ըստ էության ներվում է իրեն, ինչ չի ներվում եւ չներվեց Լիբիային, ինչպես հիշատակեցի, չներվեց Սիրիային, չներվեց Իրաքին, չներվեց այլ արաբական պետություններին։ Եվ Իրանին եւս միշտ հիշատակում են դրա մասին, նշում են Իրանի պարագայում, բայց Սաուդյան Արաբիան լինելով դաշնակից չունի այդ խնդիրը միանշանակ, բայց դրա համար նույն Սաուդյան Արաբիան էլ հասկանում է դարը փոխվում է։ Այ Vision 30 իրենց այդ նախագիծը, Նեոն քաղաքը, ինչպես նաև չմոռանանք կրկին ֆուտբոլի վերադառնալով 2034 թվականին Սաուդյան Արաբիան թողնելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Դա եւս ցույց է տալիս, որ մենք բացվում ենք աշխարհի համար։ Տես, համաձայն եմ ամբողջությամբ եւ մի բան էլ հավելեմ ուղակի։ Եվ իր այս քաղաքականությունը փոխվելու ներքին տրանսֆորմացիայի քաղաքականությունը Սաուդյան Արաբիան կարծես տեղափոխում է նաև արտաքին հարթակ։ Լինելով Միացյալ Նահանգների մերձավորագույն դաշնակիցը Մերձավոր Արևելքում եւ շատ ստաբիլ, շատ ստաբիլ, բայց սաուդները որոշել են որոշակի տրանսֆորմացիա ենթարկել արտաքին քաղաքականությունը, սերտացնելով հարաբերությունները Միացյալ Նահանգների գաղափարական թշնամու Չինաստանի հետ։ Հիմա մի փոքր խոսենք Չինաստանի դերի մասին, Չինաստանի կողմից գործադրած այն ջանքերի մասին, որոնք իրականում նպաստեցին եւ մեծ դեր խաղացին Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների հեգեմոն դիրքերից մեկը ունենալու համար աշխարհում, այսինքն համաշխարհային խաղացող վերջնական, որպեսի Չինաստանը ամրագրի իր հետևից այդ անունը դառնալու համար դու նաև պետք է միջազգային հարթակներ ունենաս ձեռքբերումներ, միայն տնտեսականը չէ, բնականաբար։ Եվ բնական է, որ Մերձավոր Արևելքում մրցակցություն է գնում եւ թեժ մեծ մրցակցություն, որովհետեւ դա
միշտադարից սկսած միշտ եռացող տարածաշրջան է առ այս պահը եւ ինչ տեղի ունեցավ չինական արտաքին քաղաքական մտքի հետ։ Այո, նրանք որոշեցին հաշտեցնել, սկսել գործընթացը, այսպես ասենք, երկու շատ լուրջ մրցակիցների միջև, հա, Թեհրանը եւ Էրիադը։ Եվ արդեն 4-ին երրորդը եղավ արդեն, երրորդը տեղ ունեցել եւ 4-րդ ռաունդը այդ բանակցությունների ակնկալվում է արդեն շուտով Պեկինում։ Դեռ նշված չէ կոնկրետ ժամկետներ, բայց ակնկալվում է։ Ես հիշեցնեմ, սիրելի հայրենակիցներ, խոսքը գնում է Սաուդյան Արաբիա-Իրան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կամ նոր հարաբերությունների հաստատման մասին, որը եղավ միմիայն Չինաստանի հովանավորությամբ եւ Չինաստանի կողմից գործադրված ջանքերի շնորհիվ, դրա մասին ենք մենք խոսում, եւ այստեղ կարծում եմ Էրիադը բավականին ծանր ընտրության առաջ է կանգնելու կամ նրան ստիպելու են ծանր ընտրության առաջ կանգնել Իրանի հետ կապված։ Ինչքան էլ Սաուդյան Արաբիան գնա Իրանի հետ հարաբերությունների կարգավորման, առանց հակաիրանական իր օրակարգի, ինքը մի պահ կարող է ուղղակի պետք չլինել այլևս, կամ այս իշխող թագավորական ընտանիքը կարող է այլևս պետք չլինել նույն Միացյալ Նահանգներին, եթե մի օր Իրանի հետ կապված Սաուդյան Արաբիան նաև փորձի ավելի ջերմացնել հարաբերությունները նաև Չինաստանի հետ, փորձելով հակադրվել Միացյալ Նահանգների։ Բայց սակայն ինչպես արդեն նշվեց մեր կողմից, նույն Իրանն էլ է ամեն դեպքում գնալու որոշակի տրանսֆորմացիաների եւ ինչու ոչ զիջումների։ Այն մասնավորապես նույն հիջաբի հետ կապված չէ, որ այլևս պարտադիր չէ։ Այո, Իրանի կառավարությունը որոշում է։ Իրենք բոլորն էլ հասկանում են, որ մեծ հաշվով այն տոտալ դիկտատուրաների միահեծան իշխանավորների դարաշրջանը ավարտվում է։ Այսօր գլոբալ առումով դա հատուկ է մնացել արդեն զուտ երևի թե Աֆրիկային, այն էլ տոկոսը տարեց տարի նվազում է նման բռնապետությունների։ Դա բան իրենք կտրանսֆորմացվեն եւ չեն կորցնի երբեք իրենց ինքնությունը եւ կոլորիտը։ Ես դրանում գրեթե համոզված եմ միանշանակ։ Այստեղ մի հանգամանք։ Իսկ երբ որ Իրանն էլ կգնա տրանսֆորմացիայի ուղով, կարող է դառնալ շատ հետաքրքիր մի համագործակցություն, որովհետև երկուսն էլ ունեն լավ տնտեսություն ու հատկապես Սաուդյան Արաբիայի նավթի այս նավթային գործոնը, եւ այստեղ մի բան էլ պետք է նշել, որ նույն Սաուդյան Արաբիան իր այսպես կոչված տրանսֆորմացիայի շրջանակներում ինչ է հիմա անում, գնալով նվազեցնում է իր տնտեսության կախվածությունը նավթից։ Մի բան, որ օրինակ արդեն Արաբական Միացյալ Էմիրություններին բավականին հաջողվել է։ Այո, բայց մի բան, որը ժամանակին չարեց Վենեսուելան։ Վենեսուելան չարեց, Վենեսուելային մենք մեր նախորդ հանդիպումը։ Այո, անդրադարձել ենք, դա մեր էս։ Դա նաև քաղաքական որոշում։ Դրա համար տրանսֆորմացիայի դեպքում շատ հնարավոր է, որ դառնա շատ հետաքրքիր մի համագործակցություն, թեև ես քո հետ համամիտ եմ, այո, Սաուդյան Արաբիային, համենայն դեպս այս պահի դրությամբ, այս գեոպոլիտիկ իրողություններում կարող են դնել ընտրություն։ Սաուդյան Արաբիան ամեն դեպքում հայտնվելու է ընտրության առջև եւ դա արդեն երևում է Սաուդյան Արաբիայի կողմից վարվող քաղաքականությունից։ Վերջերս Սաուդյան Արաբիա-Պակիստան պաշտպանական այսպես դաշինք ստորագրվեց, որը պետությունները արդեն Իրանը անգամ հայտարարել է, որ ինքն էլ է պատրաստ միանալ այդ պաշտպանական դաշինքին։ Իհարկե Իրանը ամեն ինչ անում է Սաուդյան Արաբիային այս արևմտյան ազդեցությունից դուրս բերելու համար, որովհետև Սաուդյան Արաբիան էլ արևմուտքի աչքում ունի իր դերակատարումը եւ իր այսպես նպատակները եւ իր առաքելությունը ավանդական, այսպես ասած։ Բայց այդ ավանդական առաքելություններին միացել է մեկ նոր մեգանախագիծ, որը շատ փորձագետներ անվանում են արաբական ՆԱՏՕ։ Այսինքն արաբական պետություններից ստեղծել ռազմական դաշինք, որը ըստ էության մի կողմից կշրջափակի Իրանին եւ Իրանի համար լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել Պարսից ծոցի հատվածում եւ Իրանի պրոքսիների հետ կապված կարող է խնդիրներ ստեղծել։ Ինչպես նաեւ արաբական աշխարհը սահմանակից է նաեւ Թուրքիային։ Նաև Թուրքիան այդ մասին խոսենք նաև, բայց խոսում են նույն այդ արաբական ՆԱՏՕ-ի մասին, որ նա ունի լուրջ դերակատարում, համենայն դեպս հանձնարարված է այդպիսի դերակատարում ստանձնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու կամ ինչ որ տեղերում նաև չեզոքացնելու համար։ Սա բնականաբար Միացյալ Նահանգներ Իսրայել դուետի,
օրակարգն է սպասարկելու, բայց մյուս կողմից Էրիադը կանգնած է մահմեդական աշխարհում չհասկացված լինելու վտանգի առաջ, քանզի լինելով սուննի մահմեդականների առաջնորդ ըստ էության, ունենալով Մեքքա Մեդինա, որտեղ նաև հաջի են գնում, այդ թվում նաև իրանցի բազմաթիվ եւ իրանցիները եւ թուրքախոսները, այո, եթե որոշվեց, որ ամեն դեպքում այդ արաբական ՆԱՏՕ-ի այդ մեգա պրոյեկտի մեջ Սաուդյան Արաբիան մտնում է, կա վտանգ, որ կարող են կտրուկ լարվել նրա եւ Իրանի միջև հարաբերությունները շատ անհարմար վիճակ ստեղծելով նաև այն միջնորդի Չինաստանի համար։ Այն ինչ ես կարծում, այդ արաբական ՆԱՏՕ-ն դա պրոյեկտ է, որ կմնա թղթի վրա, որովհետև մի բան է որոշել թղթի վրա, մի բան է իրականացնել ռեալ կյանքում։ Բազմաթիվ են օրինակ։ Այո, եւ մի բան էլ ես հիշեցնեմ, ուղղակի եւ այսպես խոսքը տամ քեզ, նոյեմբերին Միացյալ Նահանգների կողմից լույս ծայած ազգային անվտանգության նոր ռազմավարությունում Մերձավոր Արևելքը դադարում է լինել արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Միգուցե սա է Սաուդյան Արաբիայի համար հնարավորության բանալի փորձել այսպես երկու լարի վրա խաղալով չտրվել ամբողջությամբ ամերիկյան պահանջներին եւ չգնալ ՆԱՏՕ-ի հետաքրքիր շատ հետաքրքիր պահ դու նշեցիր, այո, ես եւս հակված եմ դրան, որ Սաուդյան Արաբիան օգտվելու է անպայման։ Իսկ հղում է անելու նույն ազգային եւ այդ արևելյան, այսպես ասած, դարերի ընթացքում կուտակված այդ խորիմաստությունը իրենց այդ խորամանկությունը իրենց բնորոշ, այո, օգտագործելով կարող են նաև սկսել շատ ավելի բազմավեկտոր քաղաքականություն վարել, որովհետև իրենք էլ են շատ լավ հասկանում, որ լինել մի տարածաշրջանում, որը այլևս 60-ականների պես չէ, որտեղ կար հեգեմոն, օրինակ եւ բոլոր մնացածը անհնար է։ Հայտ ներկայացնողներն այլևս շատ են։ Այո, հայտ ներկայացնողները շատ են։ Բայց այդ արաբական ՆԱՏՕ ասած իհարկե այս պայծրությամբ շատ բարդ կլինի կանխորոշել, թե դա արդյոք կմնա թղթի վրա, թե ոչ։ Դա ըստ էության որոշակի առումով գոյություն ունի արդեն։ Որոշակի առումով գոյություն ունի, այո։ Նրանք այդ ՆԱՏՕ-ի իսկ ինչու չընդհանրենք, այո, իսկ ինչու չընդհանրենք, որ դա կարող է դառնալ նաև ինչ որ ոչ միայն արաբական, այլ ավելի իսլամական։ Ես չեմ կարծում, թե դա կլինի իսլամական, քանզի իսլամը այո կրոն է, բայց իսլամը միավորող գործոն չէ հիմա, եւ ներկայումս ավելի շատ քաղաքակրթական եւ ազգային են առաջգից բերում, բայց ես նաեւ ցանկանում եմ մի բան էլ հիշեցնել, քանի որ մենք խոսում ենք Սաուդյան Արաբիա եւ արաբական ՆԱՏՕ-ի հնարավոր ստեղծման մասին։ Հենց այս պահին, երբ որ մենք զրուցում ենք, խոսում ենք, քննարկում ենք, Եմենի մի հատվածում, որը սահմանակից է Սաուդյան Արաբիայի հատվածը, այնտեղ բավականին դաժան մարտեր են այսօր ընթանում Սաուդյան Արաբիայի զինված ուժերի եւ Եմենի այն խմբավորումների միջեւ, որոնց անդակույց աջակցում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այսինքն հուսիների դեմ նույն դաշինքի մեջ մտնող երկու պետություն այսօր պայքարում են Եմենի տարածքում նավթի պաշարների համար եւ դրանց տեր կանգնելու համար։ Սա քո կարծիքով կարող է որոշակի դեր ունենալ, այսինքն այս անհամաձայնությունը, քանզի մենք գիտենք, կա որքան թիվ արաբական պետություն, կարծեմ 37-ն են, բայց մինչ օրս չի հաջողվել ոչ ոքի ստեղծել միասնական արաբական պետություն։ Ժամանակին Բաաս կուսակցությունը ստեղծեցին համաարաբական, այսպես զարթոնքի եւ համաձայնության կուսակցություն, այն հույսով, որ բոլոր արաբական պետություններում Բաասը կունենա գրասենյակներ, բայց բավարարվեցին միայն Սիրիայով եւ Իրաքով։ Հիմա այս արաբական արաբներին բնորոշ բաժան լինելը այսինքն միայն խալիֆատի օրոք են մեծ հաշվով նրանք միասնական եղել։ Կարող է նպաստել, որ չձևավորվի այդ ռազմական դաշինքը։ Կրկնում եմ, շատ բարդ է կանխորոշել, բայց ավելի հակված եմ, որ չձևավորվի։ Այսօրվա ուղղակի շախմատային այս քայլերը նայելով։ Այս պահի դրությամբ կարող ենք որոշել մի քիչ ձևաչափը փոխել, ավելի ընդլայնվել, ինչու ոչ կարելի է փորձել ներառել այստեղ օրինակ, զուտ օրինակ Միջին Ասիա, Կենտրոնական Ասիա։ Միջին Ասիայի հետ կապված եւ այսօր Կենտրոնական Ասիայի հետ կապված Ամերիկյան Ատլանտյան խորհուրդը ունի իր պլանները եւ նրանք այնտեղ էլ ցանկանում են հիմա էլ
թուրքական երկրներին ՆԱՏՕ ստեղծել, Իրանին նաև Կասպից ծովի հատվածից շրջապատելու եւ այսպես անակոնդայի էֆեկտով սխմելով, փորձելով խեղդել։ Ինչը ժամանակին ԽՍՀՄ-ի հանդեպ է, չէ՞ նույն այդ անակոնդայի էֆեկտը։ Բայց այդ ժամանակ այդ էֆեկտը ազդեց, հիմա այդ էֆեկտը կարող է չազդել, քանզի դու ինչպես նշեցիր, աշխարհը փոխվում է եւ իրավիճակներն են տարբեր եւ մարտահրավերներն են տարբեր։ Հայտ ներկայացող դեպքեր շատ ան։ Հիմա խոսենք, ես ինչու նաև այսպես խոսեցի այդ թուրքական պետությունների ՆԱՏՕ-ի գաղափարի մասին, քանզի նույն ամերիկյան Ատլանտյան խորհուրդը չգիտես ինչու եւ մեր որ մեղքերի համար Հայաստանին եւս իրենց պլաններում տեսնում է թուրքախոս երկրների ՆԱՏՕ-ի կազմում, ընդ որում Հայաստանին եւ Տաջիկստանին շատ հետաքրքիր է։ Կենտրոնական Ասիա միակ երկիրը, որ իրանախոս է եւ իրանական մշակույթ կրող, այո։ Եվ Հայաստան, որը ըստ էության Իրանի հետ ունի դարավոր հարաբերություններ, հնդեվրոպական ժողովուրդ եւ պատմական ընդհանուր պատմություն եւ պատմական ընդհանուր անցյալ, եւ հիմա մեզ փորձում են մտցնել մի իրավիճակի եւ մի կազմակերպության մեջ, որը ոչ միայն 100%-ով հակասում է մեր շահերին, այլև վտանգավոր կարող է լինել նաեւ մեզ համար, եթե փորձեն Իրանին այսպես խեղդել, սահմանափակել նաեւ Հայաստանի միջոցով եւ այդտեղ փորձագետները զուգահեռներ են անցկացնում նաեւ Տրամպի ուղի եւ թուրքախոս երկրների ՆԱՏՕ եւ թուրքական շահագրգռվածության մասին։ Այ արաբական ՆԱՏՕ, Սաուդյան Արաբիա, թուրքախոս երկրների ՆԱՏՕ, Թուրքիա։ Այս երկու պետությունները քո կարծիքով կկարողանան իրենց վրա դրված լրացուցիչ պարտավորությունները կատարել, թե եւ Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան այս ճանապարհին ունենալու են օբյեկտիվ եւ իհարկե սուբյեկտիվ լուրջ դժվարություններ։ Բնականաբար ունենալու են շատ լուրջ դժվարություններ, որովհետև այդ այսպես ասած նախագիծը, որը իրենք պիտի որպես դրոշակակիր առաջ տանեն, չեմ կարծում, որ հեշտությամբ կարող է պսակվել հաջողությամբ։ Դե սենց նայենք, Կենտրոնական Ասիան, այս աշնան, 25 թվականի աշնան, այսպես ասած տրենդն է Վաշինգտոնում։ Չմոռանանք C5+1 ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը, բայց այստեղ նաև միանգամից պետք է հիշատակենք Չինաստանի արտգործնախարար Վան Յի այցը Կենտրոնական Ասիա եւ նաեւ Տոկաևի այցը Մոսկվա, այսինքն բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով տարվում է հուշկու շատ մեծ աշխատանք։ Հետո կարծում եմ կհամաձայնվես, արաբական երկրների մեջ շատ ավելի ընդհանրություններ կան, քան թուրքախոս երկրների մեջ, որտեղ շատ դժվար է նաեւ հասկանալ, թե արդյոք նրանք իրենց ինչ չափով են համարում։ Ինչպես նաեւ թուրքական Կենտրոնական Ասիայի եւ արաբական ծոցի երկրների միջև միայն ապրանքաշրջանառությունը վերջին 5 տարիներով աճել է 4.2% անգամ, կազմելով 3.3% ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այո, միլիարդի համարժեք գումար։ Ինչպես նաև, այո, ճիշտ է, շատ ավելի շատ մեծ են ընդհանրությունները արաբախոսների միջև, քան թուրքախոսների։ Նախ առաջ մինչև 91 թվականը, չմոռանանք, միակ պաշտոնապես ՄԱԿ-ի կողմից դե յուրե ճանաչված թուրքախոս թուրքական աշխարհ ներկայացնող պետություն եղել է Թուրքիա։ Թուրքական գաղափարախոսություն մեջ կրող երկիր եղել է Թուրքիա։ Միայն 91-ից հետո ավելացան Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղըզստան։ Այստեղ մի վտանգի մասին էլ ցանկանում եմ խոսել եւ նկատիր, որ մինչ այս պահ Կենտրոնական Ասիայի երկրները կարողացել են Չինաստանի հետ եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կառուցել այնպես, որ մեկը մյուսի վրա հենվելով կարողացել են առաջ տանել այդ այսպես պատվավոր չեզոքության հարցը եւ հիմա մտնելով թուրքական աշխարհի մեջ եւ մտնելով թուրքական ՆԱՏՕ-ի մեջ, ինչպես ամերիկյան Ատլանտյան խորհուրդն է պլանավորում, արդյոք նրանք եւ նաեւ Չինաստանում թուրքական հատվածի ույգուրների շատ նուրբ հարցը եւ Չինաստանի զգայուն վերաբերմունքը դրան, արդյոք դա չի սպառնում, որ ուղղակի Կենտրոնական Ասիայի երկրները նույն Չինաստանի հետ կապված կսկսեն ունենալ լրջագույն խնդիրներ, որոնք իրականում Թուրքիայի միջոցով դրանք փոխարինել նրանք չեն կարողանալու։ Քանզի Թուրքիան ինչքան էլ ցանկանա, չի կարող փոխարինել Չինաստանին եւ Ռուսաստանի Դաշնությանը Կենտրոնական Ասիայում։ Իհարկե Թուրքիային դա շատ բարդ կլինի, բայց Թուրքիան էլ այստեղ շատ ակտիվ, որովհետեւ օգտագործում է թե հենց թուրքական գործոնը, թե կրոնը,
թե Ես ցանկանում եմ նաև լեզվամշակութային մասին հիշեցնենք մեր հանդիսատեսին։ Գյուլենականությունը իհարկե։ Ինչ է դա եւ ինչ է անում Թուրքիան, ինձ շատ հետաքրքիր բան է անում, տես։ Թվում է թե գյուլենականությունը լինելով Էրդողանի եւ թուրքական պետության համար անհամատեղելի, ինչպես իրենք են ասում, այո, արգելված է Թուրքիայում եւ այլն, բայց նույն կենտրոնական Ասիայում գյուլենականությունը մեծ տարածում ունի։ Եվ թվում է թե այն երկրները, որոնք ընդունել են Գյուլենի գաղափարներ եւ համաձայնվել են այնտեղ դպրոցներ բացել, պիտի որ խնդիրներ ունենան Թուրքիայի հետ, բայց արի ուտեց որ Թուրքիան այդտեղ ներդրումներ անում է եւ չնկատելու է տալիս գյուլենականության եւ կրթության ոլորտում էլ է Թուրքիան, թուրքական համալսարաններ են բացվում, արդեն կենտրոնական Ասիայի երկրներում բացվել են, ասենք ոչ թե բացվում։ Կենտրոնական Ասիայի երկրներում ոչ միայն թուրքական համալսարաններ են բացվում, այլև օրինակ Տաջիկստանի Լեռնային Բադախշանի հատվածում բրիտանացիները բացել են համալսարան, որը մցված է աշխարհի լավագույն համալսարանների ցանկի մեջ։ Ես չգիտեմ մեր հայրենակիցները տեղյակ են առասարակ Լեռնային Բադախշանի հատվածից, ինչ է դա, ինչ շրջան է, եւ այլն, կարծում եմ մեր հաջորդ հանդիպումների ժամանակ Տաջիկստանի շատ կարևոր այո, բայց իրենց համարում են պամիրցիներ, իրենք չեն համարում իրենց տաջիկներ։ Թուրքիա, Չինաստան առճակատում կենտրոնական Ասիայում շատ ռեալ է, այսինքն դա վիզուալ է, արդեն տեսանելի է։ Այսինքն եթե մենք փորձենք այսպես ընդհանրացնել թուրքական ՆԱՏՕ, թուրքական երկրներ եւ արաբական ՆԱՏՕ, ըստ էության որի հավանականությունն է ավելի մեծ, որ կկարողանան ավելի շուտ ստեղծել, քան չստեղծել։ Եթե փորձենք պատասխանել այս հարցին, ասեմ հետեւյալը, իհարկե շատ ավելի իրատեսական է ինձ թվում գտնում եմ որ արաբական ես էլ եմ համաձայն դրա հետ չնայած ստեղծելն էլ է դժվար բայց եթե հիպոթետիկ պատկերացնենք այո հիպոթետիկ իհարկե ավելի իրատեսական է արաբականը այս պայծրությամբ քան թուրքական հետո մի բան էլ արաբական աշխարհում ռեալ լիդերներ այսօր Սաուդյան Արաբիային ի հակակշիռ կար ժամանակին Իրաք որը որ այս բային չունի այդ հեղինակությունը, կար Սիրիա, որը չունի այդ հեղինակությունը, Լիբիա չունի, այսինքն մեծ հաշվով Սաուդյան Արաբիան մրցակիցներ, իհարկե ճակերտավոր ասած, մրցակիցներ իրեն չի տեսնում արաբական աշխարհում։ Թուրքիան թուրքական աշխարհում առնվազն երկու լուրջ մրցակից ունի՝ Ուզբեկստան, Ղազախստան, մենք այդ մասին խոսում ենք, այո։ Եվ նրանք ասում են, այո, համագործակցել կարող ենք, բայց քո դրոշի տակ մենք չենք մտնելու։ Քանզի նույն տնտեսական ցուցանիշներով այսօր Ղազախստանն եւ Ուզբեկստանը շատ ավելի բարձր տեղերում են, շատ ավելի լավ վիճակում, քան Թուրքիայի անընդհատ ռեցեսիայի ենթարկվող տնտեսությունը։ Կարծում սրա մասին էլ է պետք խոսել եւ մեր հայրենակիցները դա էլ պիտի իմանան։ Ղազախստանը եւ Ուզբեկստանը շատ դինամիկ լավ աճ ունեն, ինչի մասին մենք մեր նախորդ ծրագրերից մեկում խոսել ենք, տնտեսական լավ դինամիկ աճ, ինչպես նաեւ չմոռանանք, որ ռեալ այդ պետությունները գնալով որդեգրում են բավականին լայն բազմավեկտոր արտաքին քաղաքական օրակարգ։ Վերադառնալով Սաուդյան Արաբիա, վերադառնալով Մերձավոր Արևելք, մի բան ֆիքսենք, գործընթացները այնտեղ արագանում են, գործընթացները այնտեղ գնալով ավելի են ուրվագծվելու եւ ընդգծվելու եւ այդտեղ նաեւ աշխարհակաղակական մրցակցությունն է ավելանալու պետությունների միջեւ։ Մենք այստեղ նաեւ չխոսեցինք, որ Չինաստանից զատ Սաուդյան Արաբիայի եւ անձամբ նրա ղեկավարության թագավորական ընտանիքի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի նաեւ ներկայիս Ռուսաստանի ղեկավարությունը։ Եվ մի քանի անգամ մենք ականատես ենք եղել նրա շատ բարձր մակարդակով ընդունելությանը Սաուդյան Արաբիայում, այսինքն Պարսից ծոցի հատվածում եւ առհասարակ արաբական թերակղզում մրցակցությունը գնալով ավելի է շատանալու եւ մյուս կողմից էլ եթե Սաուդյան Արաբիան անընդհատ հայտնվեց ամերիկյան ճնշման տակ եւ նրան եթե ստիպեցին, փորձեցին ստիպել արաբական ՆԱՏՕ-ի ստեղծման հարցում կարող է եւ հակառակ էֆեկտ ունենալ եւ առհասարակ Սաուդյան Արաբիան անցում կատարի այլ աշխարհակաղակական դաշտ BRICS-ը հիշենք, Սաուդյան Արաբիան եւ Իրանը BRICS-ի լիիրավ անդամներ են։ Մի բան, որ 10 տարի առաջ պատկերացնել կամ 5 տարի առաջ պատկերացնել ուղղակի հնարավոր։ Բայց դա պետք է շեշտել, որ գնալով դառնում է շատ հետաքրքիր պետություն իր հզորությամբ, իր այդ պատմական, արաբական միջազգային պետությունում հետ մենք նոր ենք սկսել այո, իսկ մեր դիվանագիտական հարաբերությունները բավականին հետասարդ են այդ պետության հետ։ Ճանաչվել Սաուդյան Արաբիայի կողմից 91 թվականից ի վեր չենք ճանաչվել։ Նա ունի բոլոր շանսերը դառնալու լուրջ դերակատար։
Մենք էլ կհետևենք իրադարձություններին եւ կարծում եմ մեր հաջորդ հանդիպումներում մենք անպայման եւս մեկ անգամ կանդրադառնանք Մերձավոր Արևելքի։ Այո, Մերձավոր Արևելքի պարբերաբար պետք է անդրադառնալ, որտեղ այդտեղ շատ շուտ է ամեն ինչը փոխվում եւ դա մշտապես գեոպոլիտիկ առումով իրենից ներկայացնում է։ Եվ նաեւ մեզնից գտնվում է ընդամենը մի քանի 100 կիլոմետր կապող հեռավորությամբ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այս թեման էր, որոնց մենք ցանկացանք անդրադառնալ։ Մերձավոր Արևելքը, ինչպես ամերիկացիներն են նշում, այն 3 եռացող կաթսաներից մեկն է, Բալկաններից եւ Հարավային Կովկասի հետ միասին, որ եթե ինչ-որ մի պահի հրաշքով հաջողվի հեռացնել աշխարհի քաղաքական քարտեզից այդ 3 եռացող կաթսաները, աշխարհը կարող է լինել կատարյալ հանգիստ եւ ապահով։ Բայց քանի որ դա մենք չենք կարող անել եւ հաշվի առնելով, թե ինչ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար Մերձավոր Արևելքը, Սաուդյան Արաբիա, Իրան հարաբերությունները, այս թեման միշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում եւ մենք պարբերաբար հետաքրքիր նորություններով եւ հետաքրքիր փաստերով կկիսվենք նաեւ ձեզ հետ։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։